Տիկին Հովսեփյան, ես հարց ու պատասխանից տպավորություն եմ ստանում, որ դուք այլևս հավակնում եք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կամ արտաքին քաղաքականության մշակման պաշտոնին, որովհետև այն հարցադրումները, որ ներկայացվում են, խորհրդարանական վերահսկողության հետ առնչություն չունեն։ Խորհրդարանական վերահսկողությունը Եվրաինտեգրման հանձնաժողովի տեսանկյունից այս խմբակցության կողմից ներկայացվող գործողությունների գնահատումն է։ Այսինքն իրենք իրենց հարցադրումներով գեթ մեկ տվյալ չեն բացահայտում հենց իրենց իսկ հարցադրումների տեսանկյունից, որտեղ դա դուք պետք է ասեք։ Այսինքն դուք դեռևս չունենալով մշակած քաղաքականության մոտեցում, ձեր քաղաքականությունը վերահսկողին հարցնում եք, թե ոնց է ինքը դա անելու։ Իդեպ, եթե Տիկին Հովսեփյանի կողմից դիվանագիտական իմաստով չտրվեին այնպիսի պատասխաններ, որոնք հենց դիվանագիտական իմաստով տեղին են առավել քան, ապա առաջանալու էր շայերի բախում, որովհետև ստացվում է Տիկին Հովսեփյանը ասելու էր մի բան, որը հետո ինքը պետք է վերահսկի։ Տիկին Հովսեփյան, հետևաբար առաջարկում եմ նաև անդրադառնալ, արդյոք դուք ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի տեսանկյունից, քանի որ դուք հավակնում եք հանձնաժողովի նախագահի պաշտոնին, պատրաստ եք կանոնակարգով սահմանված նիստերը գումարելու, կարծում եմ նաև ավելի հաճախակի այն դարձնելու, ավելի այն հանրային դարձնելու, հաշվետվողականության ավելի բարձր սանդղակ ապահովելու, որտեղ սանդղակի իջեցումները կարծում եմ պետք է ազգային ժողովի դեպքում վերաբերեն կոնկրետ խորհրդարանական վերահսկողական գործողություններին։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ հարցի համար։ Մի քիչ ավելի լայն ու ավելի մեծ գաղափարներից գամ։ Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետ մի մասով անդրադարձել եմ, հիմա ավելի ընդգրկուն կպատասխանեմ։ Այսօր Հայաստանի Հանրապետությանը պակասում է հաշվետվողականությունը առհասարակ, պակասում է ազնվությունը, որի մասին արդեն բազմաթիվ անգամ այսօր խոսացի, եւ պակասում է հավասարակշռումը, որպեսզի գործադիրի ղեկավարը ինքը չհայտարարի, որ ինքն է հենց կառավարությունը։ Այնպես որ այս երեք կարևորագույն իմ կարծիքով կարևորագույն հանգամանքները այսօր Հայաստանում խիստ դեֆիցիտի տակ են։ Անդրադառնալով կանոնակարգին, երևի իմ եզակի դրական կողմերից մեկը խիստ աշխատասիրությունն է եւ մեր ամբողջ ֆրակցիան եկել է ազգային ժողով աշխատելու։ Ի վերջո եկել ենք այստեղ աշխատելու եւ մեր քաղաքացիների կյանքը որակապես փոխելու։ Եթե դա պահանջի ամեն օր նիստի իրականացում, ուրեմն ամեն օր վարվելու է։ Եթե դա պահանջվի համապատասխան հաշվետվողականության ներկայացում, անպայման ներկայացվելու առհասարակ, քանի որ այդ պաշտոնը դեռ չեմ ստանձնել, չգիտեմ երբ կստանձնեմ թե ոչ, բայց կողմ եմ, որպեսզի յուրաքանչյուր նստաշրջանի ներկայացվի բոլոր հանձնաժողովների աշխատանքի հաշվետվություն։ Մարդիկ պետք է հասկանան, ի վերջո, մենք այնտեղ հավաքվում ենք, ինչ ենք քննարկում, ի վերջո ձեր պարգևավճարները, որ դուք ստանում եք, ինչի համար եք ստանալու, օրինակ մենք հայտարարել ենք, որ մենք պարգևավճարներ չենք ստանալու։ Օրինակ այդ ամենի համար մեր քաղաքացին իրավունք ունի իմանալու եւ այո, եթե նման հնարավորություն ինձ տրվի, այդ սկզբունքը հաշվետվողականությունը միանշանակ լինելու է որդեգրած աշխատավոճի հիմքում։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալ եմ առիթից պարզապես օգտվելով Տիկին Հովսեփյան ջան, բոլոր մեր Արցախի հայրենակիցներին, արցախահայերին պարզապես ցանկանանք, որ իրենց ուժը, տեսակը, եռանդը, պայքարող տեսակը միշտ լինի անսպառ։ Լավ լինեք ժողովուրդ ջան, Տիկին Հովսեփյան ջան, անփորձանք։ Արձագանքեք, այո։ Ուրեմն, սիրելի իմ արցախցիներ։ Հարգելի ընկերներ, ինչ է կատարվում այդտեղ կներեք։ Խնդրեմ Տիկին Հովսեփ։ Վերականգնում ենք ժամանակը, պարոն Ալեքսանյան։
Հանգիստ եղեք, հանգիստ խոսեք։ Շնորհակալ եմ։ Սիրելի արցախցիներ, սոր ես տղում կանգնած, սոր ես տղում ձեզնը հետ խոսում ու գիտում ում վեր դուք շատ մցույցեր եք կապում ինձնը հետ։ Ես գիտում ում տա, ես տա զգում ում ու դա ինձ ավելի ապարտավորեցնում ու ինձ ավելի ուժեղացնում։ Բայց ես գիտում ում վերմունք լողստղ, օնինք նպատակ, դա ենա վեր Հայաստանի Հանրապետությունը ավելի ուժեղանա, վեր Հայաստանի Հանրապետությունը ինի են տղը շտիղան մունք ոզում չնք քինյանք։ Առաջարկում եմ ծափահարենք։ Ամբողջությամբ համաձայն ենք եւ կիսում ենք ձեր ելույթը, Տիկին։ Այս մեկում, եթե դուք եք այդպես կարծում, ուրեմն ունենք համաձայնության կետեր։ Շնորհավորում եմ մեզ եւ ձեզ։